Հազիվ թե որևէ մեկին անտարբեր թողնի թոշակառուն, ով մուրում է։ Նրանց մենք հաճախ ենք հանդիպում շուկայում, կայարանում կամ այլ հասարակական վայրում։ Շատերն անցնում են կողքով, իսկ ոմանք փող են տալիս եւ նույնիսկ կանգնում խոսելու։ Այդպիսի իրավիճակում հայտնվեց նաեւ տիկին Աիդան։ Նա վաղուց թոշակի էր անցել, բայց անընդհատ գալիս էր եկեղեցու մոտ, որտեղ մուրում էր։ Մի օր մի անցորդ մոտեցավ նրան եւ տուփի մեջ դրեց 10,000 դրամ։ Ձեր կինը նայեց նրան, հետո վերցրեց թղթադրամը եւ ասաց ընդամենը մեկ բառ՝ դուստրերս։ Բոլոր նրանք, ովքեր այդ պահին կանգնած էին մոտակայքում, պարզապես շշմեցին։ Գլխում պտտվում էր միայն մեկ միտք՝ միթե երեխաներն են ստիպում, բայց աստիճանաբար ամբողջը ցրվեց։ Մնաց միայն այն երիտասարդը, ով մեծ գումար էր դրել։ Նա երկար նայում էր, թե ինչպես է թոշակառուն ժամանակ առ ժամանակ ջուր խմում շշից, բայց ոչ մի անգամ չտեսավ, որ նա ուտեր։ Ստացվում է, որ եկեղեցու մոտ հավաքված ողջ գումարը ձեր կինը ինչ-որ մեկին էր տալիս։ Հակոբը, այդպես էին կոչում անցորդին, որոշեց ամեն ինչ պարզել։ Նա մոտեցավ ձեր կնոջը եւ ներկայացավ։ Ինձ Հակոբ են կոչում, իսկ ձեզ ինչպես։ Ես տիկին Աիդան եմ, մոտակայքում եմ ապրում, ուղեկցես ինձ տուն։ Երիտասարդը համաձայնեց։ Նա օգնեց հավաքել տուփն ու պայուսակները, հետո բռնեց ձեր կնոջ ձեռքից եւ տարավ տուն։ Ամբողջ ճանապարհին նրանք լուռ էին, կարծես չգիտեին, թե ինչ խոսել։ Հենց բակում տիկին Աիդան շնորհակալություն հայտնեց Հակոբին եւ ցանկացավ բաժանվել, բայց երիտասարդը պնդեց, որ ուղեկցի մինչեւ բնակարան։ Նրանք բարձրացան երրորդ հարկ եւ թոշակառուն բացեց դուռը։ Անմիջապես զգացվեց փտած մրգերի հոտ։ Այն ոչնչի հետ չես շփոթի, եթե ինչ-որ մեկը մուրաբանը մեկ շաբաթ տակ տեղում է թողել, գիտե թե ինչի մասին է խոսքը։ Բնակարան մտնելիս փտած մրգերի հոտն էլ ավելի ուժեղացավ։ Վերջապես Հակոբը տեսավ այդ հոտի աղբյուրը։ Սեղանի տակ դրված էր խնձորներով մի պարկ, որոնց տեսքն այնպիսին էր, կարծես դրանք մի քանի օր արևի տակ էին պահել, բայց կար նաև մեկ այլ վարկած։ Հնարավոր է, ձեր կինը խնձորները բերել էր Աղբամանից։ Բնակարանը զննելով, Հակոբը հակվում էր երկրորդ տարբերակին։ Թոշակառուն տուփը դրեց սեղանին եւ սկսեց հաշվել գումարը։ Երբ նա ավարտեց, ասաց. Դե թեյի եւ հացի համար տևական ժամանակը հերիքի, միգուցե նաեւ վահածոյի ծարգանակի։ Երիտասարդը կանգնած էր նրա թիկունքում եւ տեսնում էր, թե ինչպես է տիկին Աիդան դողացող ձեռքերով հաշվում ողորմությունը։ Նա այլևս չէր մտածում, թե ինչ պետք է անել։ Տատիկ, ես հիմա կվերադառնամ, միայն տան դուռը մի փակեք։ Չէր անցել կես ժամ, երբ երիտասարդը վերադարձավ, իր հետ բերելով 2 պարկ մթերք։ Տանտիրուհին արդեն թեյնիկը եռացրել էր եւ ուրախացավ, երբ Հակոբը սեղանին դրեց լավ թեյի տուփ։ Նրանք միասին խմեցին այն, իսկ աղանդերի համար գնված էին քաղցրավենիքներ։ Հավանաբար, ձեր կինը վաղուց նման հյուրասիրություն չէր տեսել։ Հակոբը եւս մեկ անգամ շրջեց բնակարանում եւ համոզվեց, որ այստեղ վաղուց քամի էր զբոսնում։ Երկու սենյակներում գրեթե կահույք չկար։ Հյուրասենյակում երիտասարդը նկատեց հին բազմոց եւ նույն տեսքի պահարան։ Դա ամբողջ ինտերիերն էր, որով տնօրինում էր տատիկը։ Հարցներ նրան, թե ինչ է պատահել բնակարանի հետ, Հակոբը ամաչեց։ Նա շնորհակալություն հայտնեց թեյի համար եւ հեռացավ, իսկ ճանապարհին խորհում էր, ով կարող էր այդպես անողոք վարվել ձեր կնոջ հետ։ Չէ՞ որ նա ինքը չէր կարող վաճառել կահույքը, հետո մուրալ։ Սկզբում Հակոբը ցանկացավ խոսել իր հին ընկերոջ հետ այդ մասին, բայց փոշմանեց, քանի որ նա քիչ փորձ ուներ եւ կարող էր շատ անօգուտ բաներ ասել։ Ի վերջո, գնաց մոր մոտ նրանից հետաքրքրվելու, թե ինչով կարելի է օգնել ֆեղճ ձեր կնոջը։ Տիկին Թամարան ընդամենը 1 տարի առաջ էր թոշակի անցել եւ դեռ լիովին չէր վայելել իրեն հասանելիք հանգիստը, բայց դա դժվար էր հանգիստ կոչել, քանի որ միևնույն է, ստիպված էր հավելյալ աշխատել։ Երբ Հակոբը եկավ նրա մոտ, մայրը զբաղված էր հերթական պատվերով։ Երբեմն տիկին Թամարան տուն էր վերցնում կարի աշխատանք։ Որդին նստեց կողքին եւ սկսեց խոսել. Մամ, ես այսօր մի ձեր կին տեսա, որ մուրում էր։ Տիկին Թամարան դադարեց կարել եւ պատասխանեց. Ինչ ասես, ես հաճախ եմ հանդիպում այդպիսի մարդկանց եւ նույնիսկ մանրուք եմ տալիս։ Հակոբը չհանգստացավ եւ շարունակեց. Ես նրան 10,000 տվեցի։ Հետո տուն ուղեկցեցի եւ մթեր գնեցի։ Միասին թեյ խմեցինք։ Մայրը խոր հառաչեց. Տվաս ես գիտեի, որ դու բարի սիրտ ունես, ապրես, որ այդպես վարվեցիր, իսկ ինչ ես պատրաստվում անել հաջորդիվ։ Հակոբը գրկեց տիկին Թամարային եւ պատասխանեց. Ինձ թվաց, որ տատիկը մեծ խնդիրներ ունի։ Այդ պահին սենյակ մտավ հայրը, չհասկացա, ում մոտ է վատ։ Հակոբը ստիպված կրկին պատմեց իր պատմությունը, բայց այս անգամ ավելացրեց, որ կահույք չկա եւ սննդի հետ էլ դժվարություններ կան։ Տիկին Թամարան ավարտեց կարելը եւ ամփոփեց. Իրոք, այս պատմությունն այնքան էլ լավը չէ։ Ես հաճախ եմ տեսել, թե ինչպես են ծերերը փողմուրում, որովհետև թոշակը չի հերիքում։ Բայց այստեղ ստացվում է, որ տատիկն ինչ-որ մեկին է գումարով օգնել։
Հակոբը գլխով արեց եւ պատասխանեց. Այո, իհարկե, միայն նա սնունդ չգնեց։ Ին ներկայությամբ ինչ-որ մանրուք էր հաշվում եւ ասաց, որ թեյի ու հացի համար կհերիքի։ Դա արդեն հետաքրքիր էր, եւ ծնողները խոր մտքերի մեջ ընկան։ Իր ներդրումն ավելացրեց նաեւ Հակոբի հայրը, պարոն Ալբերտը։ Հակոբ ջան, ուրեմն ասում ես, թոշակառուի մոտ կահույք չկա։ Հակոբը գլխով արեց. Սենյակներում գրեթե ոչինչ չկար, իսկ հյուրասենյակում հին բազմոց եւ պահարան։ Այդ մասին կարելի էր մի քանի վարկած առաջ քաշել, բայց դրանցից ոչ մեկը չէր հաստատվի, քանի դեռ նրանք հստակ չիմանային, թե ինչ է կատարվում այդ ձեր կնոջ ընտանիքում։ Տիկին Թամարան վերցրեց նոր պատվեր, իսկ ամուսինը շարունակեց խոսել. Եկ այսպես անենք, դու երիտասարդ ուսանող ես, քեզ համար ավելի հեշտ կլինի հարևաններին հարցնել։ Նրանք կմտածեն, որ նորից ինչ-որ հարցում է եւ սիրով կպատասխանեն։ Միայն զգույշ եղիր, երբ տատիկի մասին հետաքրքրվես առանց ճնշելու։ Հայրիկ, ես այնքան անգամ եմ հարցում անցկացրել, միթե չգիտեմ թե ինչպես անել։ Հաջորդ օրը Հակոբը նորից գնաց այդ տուն։ Նա հատուկ ընտրեց այնպիսի ժամ, երբ տիկին Այդան տանը չէր։ Հավանաբար, առավոտյան նա եկեղեցու մոտ էր։ Առաջին բնակարանում նրան ոչինչ չպատասխանեցին։ Նույնիսկ հարցաթերթիկը չվերցրին, այդպես մինչև երրորդ հարկ, բայց դիմացի բնակարանում անսպասելիորեն բախտը շփտաց։ Այնտեղ էլ էր ապրում մի թոշակառու, ով լավ ճանաչում էր տիկին Այդային։ Նա նույնիսկ Հակոբին հրավիրեց իր տուն։ Այսքան ժամանակ անց վերջապես ինչ-որ մեկը հետաքրքրվեց ձեր կնոջով։ Անհասկանալի էր, տատիկն իր մասին էր խոսում, թե ընկերուհու համար էր անհանդստանում։ Բնակարան մտնելով, Հակոբն անմիջապես նկատեց մաքրությունն ու կարգուկանոնը։ Դա բոլորովին այլ բան էր, եթե համեմատենք տիկին Այդայի բնակարանի հետ։ Տանտիրուհին ողջունեց եւ ներկայացրեց իր անունը։ Ինձ տիկին Զեփյուր են կոչում։ Նրա ձայնը կոպիտ էր, կարծես ամբողջ կյանքում սառը ջուր էր խմել, բայց խոսակցության ընթացքում Հակոբը պարզեց. Թոշակառուն ավելի քան 30 տարի աշխատել էր իր հարազատ գործարանում, եւ այդպես ձայնը խզվել էր, քանի որ հաճախ ստիպված էր բղավել ենթականների վրա։ Հակոբը ժպտաց եւ ասաց. Դե ձեր աշխատանքը հեշտ չի եղել։ Տիկին Զեփյուրը նրան նստեցրեց աթոռին եւ ասաց. Դե լավ, ուշադրություն մի դարձրու իմ ձայնին։ Ես անմիջապես հասկացա, որ դու այդ պատճառով չես եկել։ Քեզ հետաքրքրում է տիկին Այդան, այդպես է, բայց իմացիր, եթե խաբեբայ ես, ոստիկանություն կկանչեմ։ Ինչ եք ասում։ Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչու է տատիկն այդպիսի պայմաններում ապրում։ Բնակարանի տիրուհին նրան կանչեց խոհանոց եւ ասաց. գնանք թեյ խմենք, կոկորտս չորացել է, եւ խմորևենի հետ խոսերն էլ ձանձրալի չի լինի։ Սևանին անմիջապես հայտնվեց մի ափսե խմորևեն եւ 2 բաժակ թեյ։ Հակոբը մի կումարեց եւ հարցրեց. Իսկ դուք որքանով եք լավ ճանաչում տիկին Այդային։ Վերջի ժամանակներում ինչ-որ տարօրինակ բաներ նկատել եք։ Տիկին Զեփյուրն արդեն հասցրել էր կծել խմորևենը։ Ես տիկին Այդային մանկուց գիտեմ։ Մենք նույնիսկ թոշակի ենք մոտավորապես միաժամանակ անցել, կես տարի տարբերությամբ։ Ճիշտ է, նրան ավելի շատ են նշանակել, չեմ թաքցնի, բայց դա կարևոր չէ։ Ես ուրիշի փողը հաշվել չեմ սիրում։ Իսկ քո երկրորդ հարցին, այո, տիկին Այդան այլևս ինձ շուրջ չի կանչում։ Հակոբը խոժոռվեց, քանի որ չէր հասկանում, թե ինչ կապ կարող է ունենալ հյուրասիրությունը կնոջ բնակարանում կատարվողի հետ։ Տիկին Զեփյուրը կարծես հասկացավ նրա տարակուսանքը։ Հավատա, նրա տանը գրեթե ոչինչ չկա։ Ես ինքս տեսել եմ, թե ինչպես էին հին կահույքը դուրս հանում։ Դա նրան ժառանգություն էր մնացել նախապապից։ Նա շատ հարուստ վաճառական էր եւ այդպես փոխանցել էր։ Հակոբը լսեց նրան եւ նորից հարցրեց. Կարծում եք, որ կահույքը պատահական չեն հանել։ Իհարկե, այդ ամենը դստեր մեղքով է։ Նա վարկ է վերցրել մոր բնակարանի դիմաց, որովհետև ինքն էլ այստեղ է հաշվառված։ Հիմա ապրում է ինչ-որ տղամարդու մոտ, կամ թաքնվում է, կամ սիրավեպ է սկսել։ Մի խոսքով, մորն ամբողջովին կողոպել է եւ վարկերի մեջ գցել։ Հիմա պարզ էր, թե ինչու էր ձեր կինը ամեն օր գնում եկեղեցու մոտ եւ ողորմություն խնդրում։ Հակոբը որոշեց, որ պետք է այդ իրավիճակը պարզել, եւ առաջին բանը, որ գլխին եկավ, տիկին Այդայի դստերը գտնելն էր։ Բայց նա չգիտեր հասցեն եւ որոշեց հարցնել տիկին Զեփյուրից, չեք ասի, թե ինչպես կարող եմ գտնել դստերը։ Թոշակառուն մի պահ դուրս եկավ, հետո վերադարձավ մի տետրակով։ Ահա գրի, գուցե պետք է։ Հակոբը վերադարձավ տուն եւ ամեն ինչ պատմեց մորը։ Այդպես դուստրն վարկ էր վերցրել, իսկ ինքը թաքնվում էր եւ մայրը ստիպված էր գնալ ու փող մուրալ։ Տիկին Թամարան գլուխը թափահարեց, աշխարհում եւ բարություն կա, եւ դաժանություն, բայց մենք բոլորին չեն կարող տաքացնել։ Հասկանում ես, որ այդ ձեր կինը քեզ օտար է, բայց դու միջամտում ես, կարծես հարազատին ես փրկում։ Որդին նայեց նրան եւ ասաց. Երբ ես նրան փող տվեցի, հետո թեյ խմեցի, հասկացա, որ այդ տատիկն ավելի հարազատ է, քան նրանք, ում հարազատ են կոչում։ Եվ նա ճիշտ էր, թեկուզ այն պատճառով, որ հարազատները նրանց մոտ հյուր էին գալիս, երբ իրենց ինչ-որ բան էր պետք։ Իսկ եթե իրենք օգնության կարիք ունենային, չէին սպասի։
իսկ այդ թոշակառուն ողորմություն էր խնդրում, բայց իր համար չէր ծախսում, այլ վարքն էր մարում։ Հակոբը վճռական էր տրամադրված։ Նա ցանկանում էր օգնել խեղճ կնոջը եւ դրա համար դիմեց հորը։ Պարոն Ալբերտը ծանոթ էր իրավաբանների հետ, քանի որ զբաղվում էր մեքենաների վաճառքով։ Երբ որդին ամեն ինչ պատմեց, հայրը կապերն օգտագործեց։ Տիկին Աիդայի դստերը գտնելու համար մի քանի օր պահանջվեց։ Այն հասցեով, որ տվել էր տիկին Զեփյուրը, նրան չգտան։ Կնոջը հայտնաբերեցին քաղաքից դուրս, որտեղ նա զվարճանում էր մի քանի տղամարդկանց ընկերակցությամբ։ Հևինեին, այդպես էին կոչում դստերը, ստիպեցին բանկին թուղթ գրել։ Տիկին Աիդայից անեցին բոլոր պահանջները եւ նույնիսկ վերադարձրին առգրավված կահույքը։ Այժմ ամբողջ թոշակը նրա ձեռքին էր մնում եւ ողորմություն խնդրելու կարիք չկար։ Իսկ Հևինեի հետ ստիպված էին ավելի կոպիտ աշխատել։ Նա կտրականապես հրաժարվում էր վճարել դժվարությամբ, բայց գտան նրա խնայողությունները։ Պարզվեց, որ կինը հաշիվ էր բացել իր սիրեկաններից մեկի անունով։ Նա խոստովանեց դա եւ ամեն ինչ վերադարձրեց մինչեւ վերջին լուման։ Շնորհակալություն տիկին Զեփյուրին, որ նա չլքեց հարևանուհուն դժվարության մեջ։ Հիմա նրանք նորից հյուր են գնում միմյանց։ Տիկին Աիդան ուրախությունից Հակոբից լուսանկար խնդրեց։ Երիտասարդը տվեց իր նկարը, միայն չհասկացավ, թե դա ինչի համար էր։ Իսկ 3 օր հետո, երբ այցելեց թոշակառուին, տեսավ իր լուսանկարապատին շրջանակի մեջ։ Տատիկը ժպտում էր եւ ասում. Ահա, ես բոլորին կպատմեմ, որ սա իմ թոռն է։ Հակոբը նրան չհակաճառեց, քանի որ տեսնում էր, թե ինչպես է նա ուրախանում։ Չէր ուզում զրկել ձեր կնոջը այն մարդով հպարտանալու հնարավորությունից, ով իսկապես օգնել էր։ Եվ իրոք, բոլորը կողքով անցնում էին, երբ տատիկը նստած ողորմություն էր խնդրում։ Իսկ Հակոբը կանգ առավ, փող տվեց, հետո էլ ակտիվ մասնակցություն ունեցավ նրա ճակատագրում։ Ավելի շատ լինեին այդպիսի գիտակից քաղաքացիներ, գուցե աղքատ թոշակառուներն ավելի քիչ լինեին։ Հակոբը զուր չօգնեց տատիկին։ Նա շատ շնորհակալ կլինի մինչև իր օրերի վերջը, եւ այն բոլոր մարդիկ, որոնց հետ նա դեռ կհանդիպի իր կյանքում, բազմիցս կգովեն նրան։ Գլխավորը ցանկացած իրավիճակում մարդ մնալն է, իսկ Հևինեի նման կանանց ճակատագիրը կպատժի։